Արդեն մեկ օր է ինչ ողջ համացանցը քննարկում է բլոգեր և հումորիստ Նորայր Նիկոյանի քույրիկի Ալետա Նիկոյանի ողբերգական մահը։ Այսօր Նորայր Նիկոյանը սոցիալական իր էջերում հայտնել է քույրիկի վերջին հրաժեշտի արարողության մանրամասները։ Նա գրել էր հետևյալը. «Քրոջս Ալետա Նիկոյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա 26:06:26-ին Խաղաղտունի 2/14 հասցեում ժամը 17:00-ին», գրել էր Նորայր Նիկոյանը։ Ինչպես արդեն հայտնի է դարձել, ցավալի դեպք է տեղի ունեցել հումորիստ ու բլոգեր Նորայր Նիկոյանի ընտանիքում։ Ըստ տարածված տեղեկությունների մահացել է նրա քույրը։ Հայտնի է նաև, որ ողբերգությունը տեղի է ունեցել դժբախտ պատահարի ավտովթարի հետևանքով։ Ըստ Թարնյուզի տեղեկությունների, ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած Ալետան ամուսնացած էր 2022 թվականից, 2 մանկահասակ երեխա ունի։ Նա սոցիալական հարթակներում պարբերաբար հրապարակում էր լուսանկարներ, ընտանեկան և ոչ միայն։ Star-News-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը։ Հիշեցնենք, որ այսօր հունիսի 25-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ 0 ժամ 10-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Ա.Ն. իր վարած Հոնդայի Էլանտրա մագնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել է Հրազդան մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքերի դեպ մոտ 25 րոպե առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, տեղափոխվել էր Արմենիա բժշկական կենտրոն։ Մինչև դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Star-News.am իր ցավակցությունն է հղում Նորայր Նիկոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ինչպես նաև ընկերներին։ Այժմ ներկայացնենք աստղային այլ նորություններ։ Բլոգեր Էվելինա Խանոյանն իր սոցիալական էջերում շարունակում է պատմել առօրյայի մասին։ Նա նախ հայտնել է, որ մարզասրահ է այցելել, ապա նշանածի հետ նոր տեսանյութ է հրապարակել այն խորագրով, որ հայաֆիկացնում է նշանածին։ Առաջարկում ենք դիտել տեսանյութերը։ Պուպսիկի, եկեք այսօր էլ միասին մարզվենք, քանի որ արդեն գլխիս տրեներ ունեմ, ինք ինչ-որ կաշմար երազ էր տեսել եւ այս վարժությունը առաջարկեց անենք։ Ահա որ էր, ընդհանրապես այս սարքը չեմ սիրում, այս վրայի գնդիկը միշտ սրունքիս է խփում, բայց քանի որ այս սարքը չեմ սիրում, մի հատ էլ վարժություն տվեց տրեներս, բայց չենք ներվայնանում, հանգիստ տանում ենք հրաշ ջան։ Քանի որ բժիշկս խորհուրդ ա տվել, թե ֆիզիոթերապիայից բացի ուրիշ ֆիզիկական ակտիվություն չանեմ, անում ենք 52 կիլոգրամով RDL, որովհետեւ մենք ուզում ենք ունենալ սիրուն տուտույզիկ, որի մասին իմ բժիշկը միգուցե չգիտի։ Ինչպես միշտ գնահատում ենք վերջն արդյունքը։ Հիշում ենք, որ կարելի է նիհարել եւ գիրանալ խոհանոցում, բայց գեղեցիկ մարմինը կառուցվում է ջիմում։ Եղեք առողջ, եղեք ակտիվ։ Լյուբլյու вас, բայ։ Մաման հրավիրել է իրանց տուն։ Հագել եմ այսպիսի լուծոկ կաբլուկներով։ Եվ դրել եմ նոր ստացած զարդը, վայ այնքան եմ հավանել, եւ իմ մյուս սպրեյգոմեսները։ Վերները չենք թողնում կարևորը լիքի մեջ, դրեցի, որպեսզի էսթատեքսը չխանգարվի և գնում ենք տեսնենք մաման ինչի է որպես դելեգացիա ինձ հրավիրել մեր տուն։ Հասնում ենք Յանին, մաս 6։ Արդյոք ես գիտեմ գաթա պատրաստել, ոչ, արդյոք ամեն ինչ կարող է թարս գնալ, այո։ 600 բաղադրատոմսն է, 600-ն է տարբեր, տիորկում ենք կարագը։ Ավելացնում ենք շաքարավազ, վանիլին, աղ մի թեթև, ածունը բացում ենք սոդայով և մեկ ձու։ Միտեղ տեսել եմ, որ ես պետք է այսենց անել։ Հասանք խորիզին, ալյուր, շաքարավազ և սենյակային ջերմաստիճանի կարագ։ Ոնց որ թե ստացվեց։ Ամենադժվար պահը կռնակելը։ Լացնում ենք խորիզը։ Սիրուն կտրում ենք, շատ սիրուն եղավ։ Մնաց հեշտ մասը թխելը։ Գնահատենք։ Չեմ հավատում, բայց սա ես եմ սարքել հրաշ ջան։ 10-ից 10-ը ինձ չի բավարարելու, առնվազն ակնկալում եմ ուշագնացություն։ It's good. It tastes like the gata we had at Garni. It's very nice. Which one is better, the one at Garni or this one? This one. Das it's das. It's քիչ ռեակցիա դա գիտի համով է։ Որ ստեղ, հա։ Ես հայաֆիկանը մի հայաֆիկան։ Կացնում ենք Յանին, մաս 5։ Բոլոր լայվ խակերից ամենաաշխատողը, թե ինչպես ընտրել կարմիր քաղցր ձմերուկ, դա գնելն է կտրած տարբերակով։ Ինձի ձմերուկու կեսն է պետք։
Եթե ուզում եք ամբողջ շուկայի ամենախակ ձմերուկը, ուղարկում եք մամայիս, գնում է բոլոր ձմերուկները փորձում է, առնում է ամենախակը։ Ցոգոլել են օրը տվեցի, ասում ես խակ ախի եք խակ ուտում։ Խաղադաշտ է մտնում հայկական, ավանդական, մատնաքաշը։ Եթե Յանին չկարողացա բացատրեմ ինչի է ծիրանը պետք խակ ուտել, չգիտեմ ոնց եմ բացատրելու ինչի է պետք ձմերուկը ուտել հաց պանիրով։ Remember what's the name of this? Oh, It's not Ծառուկյան։ Zerwood. It works. Tastits ini. Սիրված դերասանուհի Մերի Մակարյանը եւս շարունակում է ակտիվ լինել սոցիալական հարթակներում, որտեղ էլ երկու երեխաների մասնակցությամբ նոր տեսանյութեր է հրապարակել։ Տեսանյութերը ջերմ են, ընտանեկան ու շատ սիրելի։ Առաջարկում ենք դիտել դրանցից մի քանիսը։ Այկո։ Սր Հայկի մազերը պիտի կտրենք։ Էլիզանել եկել է գրուպը պադերշկի։ Մենք հիմա գտնվում ենք ամենալավագույն վարսավիրանոցում, որտեղ որ կարող եք կտրել ձեր երեխաների մազերը։ Ջանա, մենք մի անգամից եկավ նստեց, TV-ին միացրեցին, իր սիրելի մուլտը, կզբաղվի երեխան, մինչև որ վարպետը մոտենա։ Էլիզա, ինչ ես անում։ Ապրես։ Մարիամ, ինչ ես անում։ Մեր սիրելի Մարիամը վերադարձել է։ Make a like resort at their house because like Rebecca's mom on it. It was Ron's birthday. Mom! Ջան, ինձի գոզյո։ Կուզեք անեմ դուրսից ամեն ինչը փուլի մոտ։ Գնացեք կուպալնիկները հագեք, արի։ Մեր։ Դուրսը նստենք թե ներսը։ Դե դու որոշի։ Դուրսը։ Եկեք։ Դուրս, մենք չէ։ Մենք չէ, ստե նստենք։ Mom! Ջան։ Օրիա, ուզում եք։ Ասել ինչ կա այդ վերեցի։ Oh my god, this Lisa, Ծանրա, դες քուշ, դե գնա։ I think I need your help. I think I need your help.